չի։ Իսկ հապկը արձանագրում է, որ Ադրբեջանը իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան Հայաստանի Հանրապետությունը, եւ որ հապկը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Ընդ որում, այս կետն էլ մեզ համար նախադասությունն էլ մենք այս նախադասությամբ չենք առերեսվել երբեք։ Այսինքն մեզ թվացել է կամ գուցե ոչ թե թվացել է, այլ որոշակի բանաձևեր են գտնելու ասել, որ ինչ է նկատի առնվում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Եվ այս արձանագրումը ընդ որում, որ Ադրբեջանի տարածքային արձանագրում ասելով հավաքական անվտանգության պայմանագիրը միշտ էլ նկատի ունեցել ներառյալ Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանի Դաշնության նախագահը վերահաստատեց 2020 թվականի նոյեմբերի 18-ին եւ դեկտեմբերի 17-ին, ասելով, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է եւ միշտ էլ համարվել է այդպիսի։ Այսինքն անվտանգության այս առաջնային կոնցեպտը, ռազմաքաղաքական դաշինքի կոնցեպտը Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում ինքը չաշխատեց։